Եվ քաղաքականապես եւ տեխնիկապես Հայաստանը ըստ փոխարտգործնախարարի պատրաստ է Թուրքիայի հետ սահմաններ բացել։ Վահան Կոստանյանը, որ այս տարի միայնակ էր մեր երկիրը ներկայացնում Անտալիայի դիվանագիտական համաժողովում, այս մասին հայտարարել է թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում, հավելելով, որ գործընթացն այժմ կախված է Թուրքիայից։ Հայաստանը պատրաստ է հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ նշանակել դեսպաններ, սակայն կարգավորման գործընթացը պետք է լինի երկկողմանի։ Առաջնահերթությունների շարքում փոխարտգործնախարարն արձանագրել է հայ-թուրքական սահմանի մարգարե Ալիջան հատման կետն ու նաև նշել, թե շարունակում են երկաթուղային հաղորդակցության վերականգնման տեխնիկական աշխատանքները։ Մարգարե Ալիջանն է հայ-թուրքական սահմանը պինդ զոդված այս դարպասները երրորդ պետությունների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը, որ ըստ մասնագետների մեծ հաշվարկով չէր նշանակելու տարածաշրջանի ապաշրջափակում, հարաբերությունները կարգավորելու չորրորդ փորձի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլեչը դեռ 2022-ին էին ձեռք բերել, եւ չնայած Երևանի պատրաստակամությանը, այն առ այս պահը փակ է մնում, որովհետև թուրքական կողմը հապաղում է, ընդ որում այս կարծիքին են ինչպես փորձագիտական վերլուծական համայնքում, այնպես էլ այն արդեն փաստացի կիսում են նաև Հայաստանի իշխանությունները։ Օրերս հենց ինքը բանագնաց Ռուբինյանն էր նաև հայտարարություն արել։ Խաղաղություն հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Մեր կողմից որևէ խնդիր չկա եւ մենք ոչ ոք նախապայման կա, պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի։ Մինչև իսկ Էրդողանը խոստացավ Երևան Անկարա հարցերը լուծելու համար խորհրդանշական քայլեր անել, բայց այն մնաց միայն իբրև հայտարարություն։ Թուրք պաշտոնյաները վրա հասան իրենց դուռը թակելու համար։ Այնուամենայնիվ պետք է Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրած լինեն։ Քաղաքագետն ասում է, նախ Անկարան Երևանի հետ եւ ոչ մի անգամ առանց նախապայմանների չի բանակցել։ Բացի այդ, որքան էլ Հայաստանի իշխանություններն առաջնորդվեին հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացներն իրարից տարանջատելու սկզբունքով, այն ոչ Անկարային, ոչ էլ Բաքվին չէր ստիպելու շարժվել նույն կերպ։ Այստեղ որևէ այսպես արտառոց բան չկա, որովհետև Թուրքիան երբեք չի թաքցրել, որ հայ-թուրքական հարաբերությունները կառուցվում են հստակ նախապայմաններով եւ այդ նախապայմաններն են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված կարող է հայ-թուրքական հարաբերություններում այսպես պայմանական բեկում լինել։ Այդ բեկումը պայմանավորված է հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման փաստից։ Կլինի կնքման փաստը հնարավոր է Թուրքիան որոշակի սիմվոլիկ քայլեր անի, դարձյալ լիակատար այսպես ապաշրջափակում չապահովելով։ Չի լինի, ես կարծում եմ Թուրքիան այսպես հույսի պատուհանը բաց թողելով շարունակի ներկայից իր վարքագիծը։ Իսկ որ սցենարն է առավել հավանական, խորհրդարանի խոսնակը Ստամբուլում է հայտարարում, մեջբերում ակնհայտորեն չեն կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի, այնուհետև հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք, դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց միևնույն է գործընթացը չավարտվեց։ Ադրբեջանը իր լոբինգի եւ ազդեցության միջոցով կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին։ Մարգարե Ալիջան հայ-թուրքական դռները հիմա ոչ միայն սահմանագիծ են, այլև տարածաշրջանային հաշվարկների խորհրդանիշ, թե երբ եւ ինչ պայմաններում կբացվեն, շարունակում է մնալ անորոշ, իսկ գործընթացը կախված է այն քաղաքական կամքից, որը դեռ պետք է դրսևորվի։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում իրավակարգի եւ սահմանադրության լեգիտիմության շղթան խաթարված է, քանի որ նախկին հանրաքվեների արդյունքները մշտապես կասկածի տակ են դրվել։ Նրա խոսքով դա առաջացրել է վստահության պակաս պետության ու քաղաքացիների միջև։ Փաշինյանը ընդգծել է, որ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը ժողովրդի կողմից նոր սահմանադրության ընդունումն է, որը պետք է վերականգնի իրավակարգի լեգիտիմությունը, նշելով, որ նախատեսվում է ներդնել երթվյալ ատենակալների համակարգ եւ շարունակել դատական բարեփոխումները հանրային վստահությունը բարձրացնելու նպատակով։ Ես իմ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ հստակ, ասելով, որ նոր սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին եւ
Իսկ ինչ հիմնավորում ունի դա։ Շատ པարզ հիմնավորում։ Երեք էլ ես խոսեցի եւ վերջին տարիներին ես խոսում եմ Ղարաբաղի շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Եթե մենք այսօր ընդունենք նոր սահմանադրություն եւ այդ սահմանադրության տեքստի մեջ նախաբանում լինի հղում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։ Եթե վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, այդ նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքին ու զարգացմանն է անդրադարձել Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարը որակել է որպես դիվանագիտական մոդել։ Հայաստան-Թուրքիա եւ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ տնտեսական եւ էներգետիկ անվտանգության ոլորտում շատ լուրջ արդյունքներ են կանխատեսվում, հայտարարել է Ֆիդանը։ ՀԱՊԿ ակնկալում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կհանգեցնի հուսալի եւ կայուն խաղաղության, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։ Մասադիկովն ասել է, որ իրենք չեն թույլատրում ուշադրությունը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այնտեղ, ինչպես թվում է, շարունակվում են կայուն խաղաղության եւ կայունության որոնումները, արձանագրում են հուսադրող միտումներ, ուղղված երկու երկրների միջև միջպետական համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, նշել է գլխավոր քարտուղարը։ Բաքվի բանտերում հարցեր կան, որոնք ուղիղ ազդեցություն ունեն այնտեղ ապօրինաբար պահվող հայերի անվտանգության, առողջության եւ արժանապատվության վրա։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքին է փոխանցել օրերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմենի հետ, առաջ բերել ինչպես կենցաղային, այնպես էլ բժշկական, իրավական, մարդացիրական ու նույնիսկ դիվանագիտական հարցեր, որոնք եւ իր եւ մյուս գերիների պահման պայմաններին են վերաբերվում։ Վարդանյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին է դիմում, տևական ժամանակ կտրված են աշխարհից հարազատների հանդիպելու հնարավորություն չկա։ Իրենց վիճակը գնահատող անկախ մոնիթորինգ նույնպես Ադրբեջանից վտարված է Կարմիր խաչի մարդասիրական միջազգային պատվիրակությունը։ Այս պայմաններում Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը եւ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը, սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։ Վարդանյանը նաև ընդգծել է, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն տնտեսական բանակցությունների մեջ են։ Այդ դեպքում ինչու են շրջանցում իրենց գերիների կյանքի, առողջության եւ իրավունքի պաշտպանության հարցերը։ Ադրբեջանի համար շատ կարևոր է փակել այս հարցը, քանի որ միջանկյալ միջոց է, այդ նշանակում է, որ խնդիր արկա է ու արդիական է։ Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այդ հարցը փակվի եւ ընդհանրապես որևէ մեկը, հատկապես միջազգային հարթակներում մեր գերիներով եւ անազգության մեջ գտնվող, ընդհանուր հայերով չհետաքրքրվի։ Իսկ դատարանի կողմից այդ միջոցի երկարաձգումը նշանակում է, որ դեռևս շատ կարևոր է դա, դեռևս գտնում են, որ ռիսկ արկա է եւ հիմնավորված է մեր մտահոգությունը պահանջը, որպեսզի բարբերաբար տեղեկություններ տրամադրեն եւ դուրս չմնան միջազգային վերահսկողությունից։ Փոխարենը Ադրբեջանը մարդու իրավունքների եվրոպական դատարանում չի կարողանում փախչել, չնայած հերթական դիմումին վերացնելու Եվրադատարանի միջանկյալ միջոցը, որը Բաքվին պարտավորեցնում է հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին պարբերաբար հաշվետվություն ուղարկելու Ստրասբուրգ ՄԻԵԴ-ը կշարունակի Ադրբեջանից պահանջել այդ փաստաթուղթը։ Ինչպետական գանգատող եւ հետո անհատական գանգատներով բոլոր միջնորդությունները, որքանով որ տեղյակ եմ, բավարարվել են դատարանի կողմից, հենց հաշվի առնելով այցում նաեւ նախորդիվ արձանագրված խնդիրները։ Այս հետնապատկերում հարցը մնում է նույնքան սուր, որքան անպատասխան, մինչև միջազգային կառույցները շարունակում են Բաքվից պահանջել հաշվետվություններ, մասնագետներն ասում են, մարդկանց իրական ճակատագիրը այսօր էլ շարունակում է կախված մնալ քաղաքական կամքի բացակայությունից։ Եվ քանի դեռ փակ դռների հետևում գտնվող պատմությունները մնում են ստվերում, փորձագետների խոսքով լռությունը ոչ թե չեզոքություն, այլ դիրքորոշում է։ Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերը շարունակում են մնալ ամենացավոտ եւ մտահոգիչ խնդիրներից մեկը, ինչպես անվտանգության համակարգի, այնպես էլ հասարակության համար։ Վերջերս մամուլով հերթական տեղեկությունը տարածվեց, որ Նուբարաշենի կրակարանների ցերազենային վնասվածքով զինվոր է տեղափոխվել զինվորական հոսպիտալ, ով ցավոք մահացել է։ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ դա կապված է կրթական համակարգի հետ, սկսած մանկապարտեզից, բացի այդ, ըստ Փաշինյանի, խնդիրներ կան նաեւ հոգեբանական դիմակայունության հետ։ Անվտանգության խորհրդի վերջին նիստում
հանձնարարական եմ տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը X թվով ինքնասպանություն։ Կա ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է։ Վերջին արձանագրված դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից եւ Քննչական կոմիտեից տեղեկություններ տարածվեցին, որ նշանակվել են փորձաքննություններ եւ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է նախաքննություն։ Փորձագետների կարծիքով բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառը փակ տարածքում անառողջ բարոյահոգեբանական վիճակն է։ Նրանք ասում են, եթե նախկինում արկա էին որոշակի սահմանային լարվածություններ, որը հիմա չկա, ապա հիմնական պատճառներից կարելի է առանձնացնել հոգեբանական դրությունը եւ զինծառայողների միջև միջանձնային հարաբերություններում լարված մթնոլորտի արկայությունը։ Ինքը համալիր համակարգի աշխատում, հա, որտեղ ստուգում է անձնակազմի պարբերաբար հոգեբանական վիճակը, պարբերաբար ստուգում ոստիկանության կողմից, դատախազության կողմից, հակահետախուզության կողմից, այդ ստուգումները ինչի համար է արվում, որպեսզի անձնակազմի միջանձնային հարաբերություններում առավելագույն իրավիճակին տիրապետեն, եւ եթե կան բացթողումներ, ասենք թույլ հրամկազմ կամ զինծառայող, որը իրավիճակին ավելն է տիրապետում անձնակազմի վրա ազդելու, քան ասենք հրամանատարը, այդ բոլորը պիտի բացահայտվի։ Փորձագետները նկատում են, որ խնդիրները համակարգային են, պնդում են, որ կանխարգելիչ միջոցառումների անցկացումը պետք է կրի շարունակական բնույթ։ Նրանք ասում են, որ պատկան մարմինները ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի բացահայտման գործում պետք է վերլուծեն դրանք, վերահանեն պատճառները, ըստ որի էլ կանխարգելիչ գործողությունների անցնեն։ Բոլորը մեղավոր են, բացի բուն են պատասխանատուները, որոնց գործառույթում կա հսկողություն, վերահսկողություն։ Դեպք է պատահել զինծառայողը մահացել է։ Միանգամից որակում են տալիս, որ ինքնասպանություն, ոնց որ ուշած որ ինքնասպանություն է։ Կարող է ինքնասպանություն չի, կարող է սպանություն է։ Այդ նախաքննությունը մեկ օրվա ընթացքում որոշեց, հա, որակում են տալիս։ Ես տողատակով հասկանում եմ, որ դա ավելի շուտ ինքնասպանություն չի։ Յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ զորամասի հրամանատարը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի, կարծում են մասնագետները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ընդունվել է հեծի նոր բաժանորդ դառնալու սակագները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար մինչեւ 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման համար կամ նոր հզորությունների միացման վճարները մինչեւ 55% նվազեցնելու որոշումը։ Այս մասին հայտնել է հեծի տնօրենի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ Որոշումը ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը, նշել է Պետրոսյանը։ Մենք այս մասին դեռևս հայտնել էինք ամիսներ առաջ, որ կա մենք չէ ավելի շուտ հեծի ղեկավար կազմը, որը որ նախնական այդ ուսումնասիրությունների արդյունքում տեսել էր այդպիսի հնարավորություն, բարձրաձայնել էր, բայց բնականաբար մենք դեռ այդ ժամանակ չէին կարող նման որոշում կայացնել, որովհետև նման որոշումները որոշակի գործընթաց են անցնում, ինչ որ մեկ օրում մեկի ասածը միանգամից չի կարող հիմք հանդիսանալ։ 2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ներկայում արդեն միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, ընդգծելով, որ սա կարևոր փոփոխություն է սոցիալական ապահովության ոլորտում։ Կենսաթոշակների աճին նպաստել է նաև հետվճարի համակարգը, որի արդյունքում միջին կենսաթոշակը որոշ դեպքերում մոտ 10%-ով գերազանցում է սպառողական զամբյուղը։ Նորարեշում ապրիլի 21-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Այդ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ժամանել են ոստիկանության Երևանի քրեական վարչության ու Այրեբունու քննչական բաժնի պետերը։ Իրավապաները ունեն լուրջ կասկածներ, որ տեղի ունեցածը սպանություն է։ Նախնական տեղեկություններով մահացածը օտարերկրացի է, այլ հանգամանքներ էլ կան, որոնց մասին նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում։ Իմ տեղեկություններով մահացածը օտար երկրացի է, 50-ից 55 տարեկան Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։ Իսկ դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, մյուս մանրամասներն էլ պարզվում են։
Ապրիլի 23-ին Միասնիկյան պողոտայում բախվել են 19-ամյա Վարդանի Mercedes CLS, 28-ամյա Կորյունի Jaguar-ը, 34-ամյա Տաթևիկի Toyota-ն եւ 40-ամյա Samvel-ի վարած Երևանի քաղաքապետարանի հաշվի կշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ըստ տեղեկությունների, երբ Mercedes-ը բախվել է Jaguar-ին, վերջինն անցել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշի վրայով, կոտրել այն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բենզալցակայանի պատի մոտ։ Հարվածի հետևանքով վնասվել է նաև Toyota-ն, վարորդները սթափ են եղել, բայց Mercedes-ի վարորդի մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել։ Ընդհանուր 4 տրանսպորտային միջոց է։ Երջանիկ պատահականություն է, որ այս պահին վթարի պահին, բախման պահին կանգ առնում քաղաքացիներ չեն եղել, հակառակ դեպքում տեղի կունենար նաև վրայը։ Ապրիլի 23-ին 25-ամյա Էրիկ Հակոբյանը Տեսլայով Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով եւ կոտրել երկաթե պաշտպանից ցանկապատն ու բախվել բետոնե պատնեշին։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, վարորդը եղել է ոչ սթափ։ Ապրիլի 21-ին Վանաձոր Ստեփանավան ճանապարհին 48-ամյա Արմանը վազ 21-21-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխի վայր հայտնվել ձորում։ Վարորդը ու 26-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավան բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Ապրիլի 22-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Հայտնի Բիձու գյուղից դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում քաղաքացին դի է նկատել։ Ու մինչև կժամանեին փրկարարության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները գետի հունը բարձրացել էր ու մարմինը չէր երևում։ Ժամեր անց հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը փրկարարների հետ մեծ դժվարությամբ մոտեցել է դիակին, այն ճոպանների միջոցով դուրս բերել անվտանգ վայր։ Հանգամանքներն էլ պարզվում են։ Ջրասուզակը արդեն մտել է Հրազդան գետը, բայց բավականին վտանգավոր է։ Խորությունը որոշ հատվածներում անցնում է 1.5 մետրը եւ հատուկ ճոպաններով մի կերպ փրկարարները, ջրասուզակի գործընկերները պահում են, որպեսզի գետը չտանի ջրասուզակին։ Բավականին դժվար աշխատանք, վտանգավոր աշխատանք։